Շատ եմ ստանում հարցեր կապված ինդիկատորների հետ, այդ թեմայով շատ եմ խոսել, նույնիսկ ալիքում վիդեո ունեմ, սակայն այսօր ցանկանում եմ ցույց տալ ինդիկատորը աշխատանքի մեջ, ինդիկատորը ինչպես կարելի է օգտագործել, կօգտագործեմ ինդիկատորի օգնությամբ կբացեմ մի քանի գործարքներ։ Ընկերներ ջան, ուրեմն տեսեք, թրեյդերը պետք է ունենա ստրատեգիան ունենալուց հետո արդեն բնականաբար ստրատեգիան դա հաջողակ թրեյդինգի, հաջողակ աշխատանքի ընդամենը 30-40%-ն է կազմում, մնացած տոկոսը դա հոգեբանությունն է, ռիսկ մենեջմենտ, money management, դժվարորեն ճիշտ ռեակցիա տալը, բարդ սիտուացիաներից ճիշտ գործողությունների հաջորդականությամբ դուրս գալը, բայց ամեն դեպքում ընկերներ ջան, ստրատեգիան ևս կարևոր է, շատ տոկոս չի զբաղեցնում այդ ցանկում, սակայն ստրատեգիան բնականաբար կարևոր է։ Ստրատեգիան ունենալուց հետո կարելի է նաև օգտագործել ինչու ոչ ինդիկատոր ձեր անալիզը հաստատելու համար։ Օրինակ, եկեք վերցնենք իմ ամբողջ աշխատանքի ընթացքում ես աշխատել եմ RSI-ով, եղել է RSI, MACD-ի, այստեղ տեսնում եմ արդեն բավականին լավ սիտուացիա, ունենք ակտիվ դեպի ներքև շարժ, ունենք բավականին լավ այսպես դեպի ներքև իմպուլսներ կոլեկցիայի ավարտից հետո, իմիջիայլոց նաև այստեղ կա երկրորդային թրենդային թեք, որից որ գինը շարժվում է արդեն 1 րոպեանոց կոլեկցիաներ դեպի վերև, մինի թրենդ, այսպես ասած, ընդհանուր թրենդի մեջ երկրորդային թրենդը մինի թրենդ է 1 րոպե դեպի վերև, որից հետո շարժվում է 2 րոպե դեպի ներքև, դա էլ արդեն կոլեկցիայի հաշվարկ է, որի մասին ևս լինելու առանձին վիդեո։ Ընկերներ ջան, տեսեք ուրեմն ես հիմա սպասելու եմ ըստ քեչինգի տվյալ մոմի վերջին վայրկյանին կամ որ մոմի վերջին 10-15 վայրկյանների ընթացքում կշարունակվի ակտիվ վաճառքը դեպի ներքև, գումարած դրան ինդիկատորը այստեղ ցույց կտա, ուրեմն RSI ինդիկատորը ընկերներ ջան ունի երկու զոնա, այս միջին զոնան ես հաշվի չեմ առնում, վերցնում ենք այստեղ վերևի զոնան, որը որ կոչվում է գեր արքի զոնա եւ ներքևի զոնան գեր վաճառքի զոնա, ընկերներ ջան, ներքևի զոնայից պետք է գնել, վերևի զոնայից պետքա վաճառել։ Հիմա տեսեք, տվյալ պահին վերջին 10-15 վայրկյանների ընթացքում ակտիվ դեպի ներքև վաճառքը այստեղից արդեն երևացել է, սակայն քանի որ այստեղ ինքը գտնվում է գեր վաճառքի զոնայում, ես այստեղից արդեն ըստ ինդիկատորի գործարք չեմ բացում։ Տեսեք, այստեղից բացում եմ առաջին գործարքը, նախ մոմի վերջին վայրկյաններին ընկերներ ջան, ուղղակի երևում է, որ գինը ձգտեց 100-րդ ուռովենի, վերջին 10-15 վայրկյաններում ճիշտ է, չի եղել այդ վաճառքը, եղել է ընդհանրապես վերջին 5 վայրկյանում, տվյալ մոմը ակտիվ իմպուլս դեպի ներքև, տվյալ մոմը ամբողջովին այսպես փակեց, շարժվեց դեպի ներքև, գումարած դրան 100 ուռովեն, գումարած դրան արդեն գեր արքի զոնա։ Ընկերներ ջան, տեսեք, նախ վերլուծում եմ գրաֆիկը, նախ վերլուծեցի ըստ իմ ստրատեգիայի, մուտք գործեցի շուկա, դրանից հետո արդեն այստեղ ես կբացեի գործարք իրականում, որը որ այդքան էլ 100%-անոց գործարք չեն, բայց արդեն ըստ ինդիկատորի ու ըստ գիտելիքների ինչա կատարվում այստեղ վերջին վայրկյաններին, ինչա գինը առհասարակ ցույց տալիս, դրանից ելնելով արդեն ընկերներ ջան, բացում ենք գործարք ու ավելի վստահ ենք վերցնում։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ ինդիկատորով աշխատելը ընկերներ ջան, արդեն երկարացնում է ու փոքրացնում է գործարքների հաճախականության թիվը։ Ուրեմն տեսեք ընկերներ ջան, պարզ ցույց եմ տալիս ինչպես է այստեղ ինդիկատորը արդեն հեշտացնում ձեր գործը։ Տեսեք, նախ այստեղ վերջին վայրկյանների ընթացքում ակնհայտ պարզ երևացող դեպի ներքև ճնշումը կար, դեպի ներքև վաճառքը վերջին վայրկյաններին սկսվել էր, սակայն ես սպասեցի, երբ ինդիկատորը կհասնի այս վերևի գեր արքի զոնային, որից հետո արդեն բացեցի ես գործարք, ընկերներ ջան։
Դա համընկնում է նաև նրան, երբ տվյալ թեմայով ես ևս ունեմ վիդեո YouTube-ում, կոչվում է ճնշում, հենց այդպիսի անվանում, այդ բառը կա անվանման մեջ, ընկերներ ջան, ուրեմն տեսեք, վերջին վայրկյաններին, երբ որ տեսնում ենք այսպես ճնշում, բայց այդքան էլ ձևավորված մոմեր չեն դեպի ներքև կամ դեպի վերև, ու վերջին մոմերից մեկն էլ դեպի վերև է ուղղված, մենք սպասում ենք մինչև մոմի, հաջորդ մոմի 25-30 վայրկյաններ, այսինքն մինչև հաջորդ մոմի կեսը, քանի որ դա արդեն ենթադրվում է, որ հաջորդ մոմը ուղղակի շոխ կա գցում դեպի վերև փոքրինչ ու արդեն կտրուկ շարժվելու է դեպի ներքև։ Երկու պլյուս ունենք, սպասենք, տեսնենք հաջորդ գրաֆիկը ինչ է պատկերում, ինչ է մեզ ցույց տալիս ու դրա արդեն շարժվենք առաջ։ Ընկերներ ջան, ուրեմն տեսեք, ինչա կատարվում առհասարակ տվյալ պահին գրաֆիկում։ Այստեղից շատ լավ կետ էր ուզում էի գործարք բացեի, քանի որ վերջին վայրկյաններին հստակ դեպի ներքև վաճառքը երևում էր։ Սակայն չբացեցի, քանի որ եթե նայենք պատմությունը, մեր ինդիկատորը ցույց է տալիս, որ գինը գտնվում է գեր վաճառչի զոնայում, այսինքն այդտեղից արդեն սկսվելու է ատկատ։ Ընկերներ ջան, սկսվեց երկար ատկատը, անկեղծ ասեմ, այստեղ ունենք երկու հզոր զրոյական ռովեններ, այս ռովենը եւ այս ռովենը։ Ամենայն հավանականությամբ ես այստեղից բացելու եմ գործարք, նույնիսկ ցանկանում եմ այստեղից բացել տվյալ գործարքը, այսպես վիդեոն չերկարացնելու համար վերջին գործարքն էլ առանց ինդիկատորի վերցնեի եւ ավարտեի արդեն աշխատանքային սեանսը։ Սակայն, եթե քանի որ աշխատում էի ըստ ինդիկատորի եւ իմ ստրատեգիայի, ինդիկատորին հետևեցի իրականում բավականին ճշգրիտ ուղղություն տվեց ինդիկատորը։ Տեսեք, ինդիկատորը, այո, բավականաչափ ոչ թե ասեմ հեշտացնում է, այլ ավելի է ապացուցում ու ավելի է կոնկրետացնում ձեր աշխատանքը։ Բավականին տեղ ունի ունենալու ինդիկատորը, ես բացասական երբեք չեմ արտահայտվել ինդիկատորների մասին։ Ես բացասական եմ արտահայտվել ռոբոտների, AI-ների, բոտերի մասին, բայց ինդիկատորների մասին երբեք, քանի որ կան ինդիկատորներ, որոնք հիմնված են խիստ մաթեմատիկական հաշվարկների, պատմական թրեյդինգի ու ռովենների հիման վրա, պատմական թվերի ներողություն։ Սակայն ես բացասական եմ արտահայտվում միայն, այսպես ասած, չոր ինդիկատորով աշխատելուն։ Դու պետք է ունենաս ստրատեգիա, անալիզ, վերլուծելուց հետո նոր նայես ինդիկատորին, որպեսզի այն ապացուցի քո արած անալիզը կամ ուղղակի քեզ ասի, չէ, ռիսկ կա, տվյալ պահին գործարք մի մտի կամ տվյալ կետից գործարք կմտնես, հավելյալ սիգնալը ազդանշանածես, որ ձեր անալիզը կլինի ճիշտ, ձեր ընտրած ուղղությունը ճիշտ է։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, ինչպես նաև սա High Trading Signals Telegram-յան ալիքն է, որտեղ ամեն օր երկուշաբթից ուրբաթ օրական 2 սեանս, ամեն սեանսում 3-ից 4 գործարք, իմ իսկ գործարքներն են ընկերներ ջան, բոլոր այն գործարքները, որոնք որ ես բացում եմ օրվա ընթացքում, իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում, կիսվում եմ նաև այստեղ արժութային զույգ, ուղղություն, գործարքի արդյունք արդեն, սրա մասին եւս ունեմ բազում վիդեոներ, ալիքում կարող եք թերթել եւ նայել։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ ընկերներ ջան, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա հետաքրքիր վիդեոները, հաջողություն։